Եվ ըստ էության թույլ տակ շարունակեն գործի քննությունը։ Մենք չեք նկարի, պարոն Մելքոնյան։ Ես ոչ եմ։ Տրամբաց դատական նիստը պարոն Մելքոնյան, ինչպես կարող է ներկա չլինել։ Տրամբաց դատական նիստ է, բայց ներողություն, լսենք մեղադրյալի դիրքորոշումը, խնդրեմ։ Ես խնդրում եմ ձեզ, քանի որ միջև օրս դուք տանապես իրականության հետ ոչ համապատասխանող բաներ եք ճիշտ գրել։ Առանց ճշտելու, առանց հասկանալու, առանց իմանալու, այսօր սենց եկել եք ուզում եք ինչ կա, այդ որ ձեզ ուղարկել է, ամենավը ասեք գային առաջորդի որակումներ մի տվեք։ Դե հիմա ես ասում եմ ձեզ որ ուղարկել է, ասեք առաջի օրվա գային նստեին, առաջի օրը գային, առաջի օրվանից ձայնագրեիք, նկարեիք, նիստերը, որ բոլորներ իմանա, որ ես որից եք կապ, ես ամեն ինչի շինծած բան հետ կապ չունեմ, լավ զակազ եք կատարում, հերիկա, ձեր զակաշիներին Ոչ մի զակաշ չեն կատարում։ Ինչու թույլ տալիս։ Առանց որակավորումների, առանց պիտակավորելու, առանց ներկայացնողների միավորելու։ Ես չեմ իրավունք, կներեք, խնդրում եմ ձեզ, դուրս կգաք, ես ես շատ Բայց դրում Ոչ դատարանի տեղ է։ Սպասեք դատարան։ Ամենակարևորը եք հայտնում։ Քուրեղյան, դուք ինչ կարծիք ունեք։ դեմ եմ, Ինչին։ դեմ եմ, որ ներկա կգնա։ Լավ, հարգելի լրագրողներ, մեղադրյալները չեղավ, տենում եք։ Պարոն Մելքոնյան, սա աբսուրդ է, դրամբաց դատական նիստում ուղղակի ֆիզիկապես ներկար գտնելը, չնկարելը հասկացաք, բայց ներկար գտնվելը։ Իրականացնելուն մեղադրյալները դեմ են, հետևաբար։ Այսինքն ֆիզիկական ներկա լինելուն դեմ են։ Այստեղ կարող է կանգնել։ Կանգնեք առանց որևէ Այսինքն ձայնագրավորները կարող են։ Բավական դատարանը մի քանի ամիս առաջ նույն պրոցեսը տեղի ունեցել, մենք խնդրեցինք հարգելի լրագրողների, որ չմասնակցեին, դուք թույլ տվեցիք, որ մասնակցեին չնկարահանեին, որ շրջանեն, ինձ նկարել էին, հետո գրել էին, որ Ռուստամ Ստեփանյանը ոչ չեմ ուզում այդ բան անել, որովհետև այս խոսակցությունը դադարում իհարկե չի եղել, բայց համ ձեզ դուք եք ասել, որ չնկարահանեն, նկարահանել Հիմա նույնը տեղի ունենալու Չէ, ներողություն։ Մենք մեր համար ենք պատասխանատու։ Մենք չենք նկարել, մեր հրատարակիչները չեն։ Տեսար Ես չեմ Մենք մեր համար ենք պատասխանատու, իշի համար։ Բայց որ նկարահանել էին, էդի միանշանակ նկարահանել են, պրոստում եմ հասկանամ, հարգելի լրագրողներ, հարգելի Ստեփանյան, առանց բանի, հանգիստ ձեր ասած ասեք Հա, ինչ եք եկեք, բայց ինձ խնդրում եմ, ասեք, ինչ եմ ներողություն, հարց ու պատասխանը վերջացնում են, անջատեք ձեր սա։ Մենք ձայնագրառում ենք հարգելի տեսեք։ դատական։ Հա, ձայնագրառումը նկարահանում չկա։ Լավ, նստեք։ Ուղղակի ձայնագրում է, պարոն Մելքոնյան։ Արդեն դատարանը բարձրաբանեց, ես առաջարկում եմ քննարկման ներկայացնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարցը։ Խնդրեմ, պարոն Վարդանյան, ձեր դիրքորոշումը։ Նարի դատան, ինչպես նախորդ դատական նիստին արտահայտվեցի, այս հարցահայտած Պարիսյանը այս փուլում ձեր տիրույթում է, բայց եթե դատախազի կարծիք եք հայտնում, ապա դատախազի դիրքորոշումը լինել, որ շարունակում պահպանվել մեղադրյալների կանոնի հիմքերի պայմանները, հետևաբար Երկարաձգել է 3 ամիս։ Խնդրեմ, հարգելի պաշտպաններ, ձեր դիրքորոշումը։ Պատվաժան դատարան, բնականաբար մեր դիրքորոշումը առարկում ենք մեղադրողի միջնորդության դեմ, այսօր այլ դատավարական պրոցես է նախատեսված։ Պատվաժան դատարան, ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված են, ամբողջ քրեական գործի գրավոր ապացույցներ, եղեն ապացույցներ, վկաների ցուցմունքներ, որևէ հանգամանքով մեղադրյալների մեղքը հիմնավորող, նույնիսկ հիմնավոր կասկածը հիմնավորող որևէ փաստական հանգամանք ըստ էության չի հետազոտվել, ըստ էության ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված լինելով, վկաների բոլոր ցուցմունքները հետազոտված լինելով, հստակ մենք խոչընդոտման հանգամանքը, մնացած հանգամանքները ըստ էության որևէ խափանամիջոցի կիրառման, որևէ հիմնավորում ըստ էության տվյալ պահին առկա չէ, հետևաբար, այսինքն ծայրահեղ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում ըստ էության գոյություն չունի պատվարժան դատարան։ Եթե դատարանը գտնում է, որ լրացուցիչ հանգամանքներ կան հետազոտելու, հետևաբար միջնորդում ենք ավելի մեծ խափանման միջոց կիրառել, փոփոխել, վերացնել ըստ էության կիրառված խափանման միջոցը, հետագայում, որպեսզի ձեր գործողությունները, դատարանի մատնանշած գործողությունները շարունակվեն։ Այս պայմանությամբ որևէ այլ հիմք գոյություն չունի։ Ըստ էության
անձինք պահվում են անօրինական ազատության մեջ, որովհետև նրանց մեղքը հիմնավորող որևէ հանգամանք գոյություն չունի պատվարժան դատարան։ Ամբողջ դատաքննությունը ընթացավ, հետազոտվեց, բոլորս ականատես եղանք եւ որևէ հանգամանքով նրանց առնչությունը չի հիմնավորվել եւ շարունակական անազատության մեջ պահելը ըստ էության իր մեջ կրում է պատժի տարեր եւ ըստ էության ոչ օրինական դրսեւորում։ Պատվարժան դատարան միանում իմ գործընկերոջ կարծիքին եւ դիրքորոշում են հայտնում այն մասին, որ այս փուլում հաստատի մեղադրյալների կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգելը նշանակում է ուղղակի խոշտանգման ենթարկել այս պաշտպանյալներին պատվարժան դատարան։ Ու ինձ համար էլ մի քիչ անհասկանալի է դատարանի դիրքորոշումը, որովհետեւ նախորդ անգամ այս նույն հարցի հետ կապված, այսինքն վկայի հարցակնության հետ կապված դատարանը ինքը որոշեց, որ նպատակահարմար չի տեսնում վկային հարցաքննելու եւ համապատասխան հիմքեր վկայակոչվեցին դատարանի կողմից առայն, որ այդ վկայի հարցաքննությունը հնարավոր է տևի անորոշ ժամանակ։ Հիմա ինչ փոխվեց պատվարժան դատարանում, ինձ համար օրինակ անհասկանալի է, որ դատարանը իր մոտեցումն ու դիրքորոշումը փոխեց, այսինքն կա որոշակի նոր հանգամանք, որ մենք կարող ենք այդ վկային հարցաքննել մոտակա կամ կոնկրետ որևէ ժամանակահատվածում։ Իհարկե նմանատիպ որևէ հիմք գոյություն չունի, ստացվում է անցած անգամ էլ շեշտվեց, որ Էտապավորման բոլոր խնդիրները կարող են տևել 6 ամսից մինչև 1 տարի, 2 տարի։ Սա նշանակում է, որ ապօրինի մեր պաշտպանյալներին նույնքան ժամանակով, անորոշ ժամանակով մենք պետք է պահենք կալանքի տակ։ Ինչի համար պատվարժան դատարան։ Որևէ հստակ հիմնավորում պատճառաբանություն չբերվեց ոչ մեղադրողի կողմից եւ ընդհանրապես մեր համոզմամբ նմանատիպ հիմք գոյություն չունի։ Պատվարժան դատարան։ Ես խնդրում եմ քննարկել մեր պաշտպանյալներին նկատմամբ ավելի մեղմ խախտանմիջոց ընտրելու հնարավորության հարցը, թվում նաև տնային կալանքի գրավի ձևով պատվարժան դատարան ու արդեն սա վերածվում է, չգիտեմ ինչի, ստացվում է, որ ինչ-որ անհասկանալի ուժեր կարողանում են ստիպել, որպեսզի այս մարդկանց կալանքի տակ գտնվելու ժամկետը արհեստականորեն երկարացվի։ Մեզ համար անհասկանալի է։ Սա մարդու իրավունքների ուղղակի խախտում է պատվարժան դատարան։ Խնդրում եմ մեր միջնորդությունը քննարկել այս կոնտեքստում։ Շնորհակալություն։ Նախ պարզաբանեցի ևս մեկ անգամ դատարանը առանձին սենյակում ներկայացնում համար անհրաժեշտ հարցերի պարզաբանումը վերլուծելով եկել եզրամինը, որ անհրաժեշտ է ևս մեկ ապացույց հետազոտել, որի հիմնավորման հիմնական դատարանությունները դատարանը վերսիսել այդ պարզաբանումը տրվեց, իսկ ինչ վերաբերում է խափանություններին, ապա շատ ներողություն էլի պատվարժան դատարան, իսկ մենք վկայի հարցաքննությունը գործունեություն իրական նշանակություն, մոտավոր միջոցներ են ձեռնարկվում եւ շատ մոտ ապագայում այդ հարցը կարգավորվի, ես ձեզ վստահեցնում եմ, որովհետեւ միջպետական հարցերի հետ կապված է փաստաթղթավորումը իրականացվել է։ Խափանմիջոցի մասով թիվ ԵԴՄ 32930124 քրեական գործով դատարանը որոշում է Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքը վերացնել։ Նկատմամբ կիրառել խափանմիջոց տնային կալանք 2 ամիս ժամանակով բացակայելու արգել եւ գրավ 5 միլիոն դրամ։ Աշոտ Տիգրանի Գուրեղյանի նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքը վերացնել, կիրառել տնային կալանք, բացակայելու արգել եւ գրավը 5 միլիոն դրամի չափով։ Որոշման օրինակները կտրամադրվեն խորհրդով սահմանված ժամկետում։ Մենք մի քանի նիստ համաձայնեցին մենք չենք հավատում։ Ես իմ հերն եմ, պատվարժան դատարան, գնամ մի հատ իմ Ստեփանյան, առանց ավելորդ խոսակցությունների հուլիսի 1 ժամը 12:00 հարմարա բան բաշխ։ Այդ օրը զբաղված։